վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումը, որովհետեւ այդ հանդիպման մասին չհերկված տեղեկություններ կան։ Ընդհանրապես վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում է կամ հայտնում է դրանց մասին կառավարությունը եւ սա նույնպես այդ դեպքն է, այսինքն ես բան չեմ կարող ասել, երբ որ որևէ այց հաստատվի, կառավարությունը վստահաբար կհայտնի։ Փոխարգոսնախարարի այցը Թուրքիա, Հայաստան, Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, դուք գիտեք, որ տարբեր, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում եւ սա այդ շրջանակն է։ Իսկ կոնկրետ պայմանավորվածություններ էր այս անգամ ձեռք բերվում, թե նախկինների մասիններ, այսինքն կոնկրետ օրակարգը որն է, կարող եք Արգուսնախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն եւ ես կարծում եմ դա բավարար է այս Պարոն Ռուբինյան, այսինքն Էրդողան Փաշինյան հանդիպման վերաբերյալ նշեցիք հստակ չկա պայմանավորվածություն։ Ես ասացի, որ երբ որ վարչապետի այց է պլանավորվում կամ պիտի տեղի ունենա, պատշաճ ժամկետներում կառավարությունը դրա մասին տեղեկացնում է։ Իսկ դուք հանդիպում ունենալու ձեր Թուրքիայում։ Այս պահին հաստատված ժամկետ հանդիպան չկա։ Իսկ սահմաններն ինչ եղավ երրորդ երկրների եւ դիվանագիտական ներկայացուցիչների համար։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ մնացածը արդեն Թուրքիայի դաշտում։ Հայաստանի իշխանությունները ինչու անվտանգության խորհրդի նիստ չեն հրավիրում, պայմանավորված է Իրանի հետ կապված։ Իսկ դուք ինչ գիտեք, որ չեն հրավիրում։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը ընդհանրապես տարբեր ֆորմատներ ունի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային, կարող են լինել ոչ հրապարակային։ Եթե ձեր հարցի բովանդակությունը այն է, թե արդյոք Հայաստանի կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, ունի տարբեր սցենարներ, այո։ Իսկ ինչ ռիսկեր կան, պարոն Ռուբինյան։ Ակնհայտ է, այսինքն մեր հարևան Ինչպիսի սպառնալիքներ կարող են լինել ձեր կարծիքով։ Տեսեք, երբ որ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը եւ դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես հիմա չեմ կարծում, որ պիտի մենք խոսենք այս սցենարներից, որովհետեւ իմաստ չունի հիմա սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարներ։ Ադրբեջանից ռիսկեր կան, պարոն Ընդհանրապես կրկնում եմ, երբ որ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր։ Պարոն Ռուբինյան, վարչապետը Բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է տարբեր սպեկուլյացիաներով զբաղվենք եւ ասենք այսինչը կլինի կամ այնինչը կլինի, նկատի ունեմ հանրային խոսույթում։